մեր այրակընթերցի հայտարարություն անեմ։ Մենք ավանդություն ունենք, մեր ավանդույթի համաձայն ամեն տարի նոր տարվանից առաջ քաղցրավենիքներ ենք մենք հավաքում, ուղարկում զինվորներից ենք։ Այս անգամ էլ տարբեր տեղերով նպատակադրել ենք Ղափան, Վարդենից, Մարտունի։ Դրա համար ովքեր որ ուզում են, կարող են մոմավաճառի մոտ մինչև հաջորդ կիրակի բերել քաղցրավենիք ասված այդ թխվածք պետք չէ, ոչ էլ այդ պեչենի, որ ասում ենք պեչենյա, դրանից պետք չի, այլ կոնֆետներ, բանի մեջ այդպես, հատիկով։ Ամերը չեմ ուզում տամ, որ գովաց չէ լինի, օտավոր հասկացան։ Մենք նաև բացի դրանից որոշակի առևտուր ենք անում իրենց համար, ովքեր որ ուզեն կարող են նաև գումարով մասնակից դառնալ, այնտեղ անպայման գրանցվեք մոմավաճառի մոտ, եթե չեք ուզում ձեր անունները այնտեղ հիշատակի գրեք հավատացյալից կամ ոմն հավատացյալից ու ստորագրեք գումարի կողմը։ Եվ երրորդը մենք սովորություն ունենք նաև գուրբաներ տանել, ձեռագործ։ Մեր տատիկները գործում են, երևի շատերս գիտենք կամ չգիտենք, իրենք հանգիստ առանց բարձրաձայնելու գուրբաներ են գործում եւ այդ ժամանակ գուրբաները տանում ենք ուղարկում ենք այսպես։ Այնպես որ իրենց ոչ թե ասում եմ շնորհակալություն, ասում եմ վարձները Աստծուց ստանալ։ Բարձր է մեր ասած շնորհակալությունը ոչինչ չէ։ Իսկ Աստծուց ստացած վարձքը օրհնություն է։ Օրհնություն թող օրհնեն մեր տատիկները, որ ամեն տարի այսպես խոնարհաբար առանց բարձրաձայնելու այդ ծառայությունը մատուցում են։ Աստված զորացնի բոլորիդ շնորհակալություն։ Արնոր եւ որդո եւ ուրբույսը ամեն։ Եթե քո եղբայրը մեղանչի, սաստիր նրան, եւ եթե զղջա, ներիր նրան, եւ եթե 7 անգամ մեղանչի, քո դեմ եւ ասի զղջում է, ներիր նրան։ Բնաբանը վերցված է Լուկասու ավետարանին 17-րդ գլխի 4-րդ համարից, որը այսօրվա Կաշու ավետարանն է։ Սիրելի հավատացյալներ, այստեղ եղբայր ասելով չպետք է հասկանանք նույն նորից ծնված բոլոր զավակներին, այդ բոլոր քրիստոնյաներին, որոնք եղբայր են իրար հետ Հիսուսի միջոցով։ Հիսուսի այս խոսքից կարող են գտնել երկու պարտականություններ մեզ համար։ Առաջինը այն է, որ մեզանից յուրաքանչյուրին այս կյանքում տրված է հսկիչ դառնալու պաշտոնը, հանդիմանելու եւ ուղղելու մեր եղբորը կամ ընկերոջը իր կատարած սխալի համար։ Եվ երկրորդը ներուղամտությունն է։ Երբ տեսնում եք նրա զղջումը, պետք է ներենք նրան, որպեսզի նրա մեջ վերահաստատվի Քրիստոսի սերն ու խաղաղությունը։ Ներողամտության ամենամեծ օրինակը ցույց տվեց մեր Տերը Հիսուս, երբ խաչապայտի վրա իր վերջին պահին խնդրեց Հորը, որ ների իրեն խաչողներին։ Հայր, ներիր դրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում։ Կարդում է Լուկասու 23:4-ում։ Հիսուս մեզանից պահանջում է կատարել իր պատգամը եւ այն դարձնել մեր կյանքի ապրելու ձևը։ Պատկերացնենք, եթե մեր ծնողները ներողամիտ չլինեին իրենց զավակների հանդեպ, ինչ պիտի լիներ ընտանիքի վիճակը։ Նոր կտակարանը պարունակում է առավելապես Հիսուսի կյանքի պատմությունը, հրաշքները, բժշկությունները, ուսուցումները, քարոզները։ Այնտեղ մենք հանդիպում ենք Տիրոջ խրատներին, ուր նա հատկապես շեշտում է ներողամտության կարևորությունը եւ անհրաժեշտությունը։ Սխալ կատարողին ուղիղ ճանապարհ ցույց տալու խրատը ըստ Հիսուսի
ունի 4 աստիճան։ Առաջին աստիճանը առանձին խրատն է։ Եթե եղբայրը մեղանչել է, վեր կաց գնա, գտի նրան եւ առանձին քաղցրորեն նրան հասկացրու իր սխալը։ Եթե ընդունեց իր սխալը եւ դարձի եկավ, ուրեմն նա կորստից փրկված է։ Դու շահեցիր նրա հոգին եւ Աստծուն հաճելի գործ կատարեցիր։ Դու եւս Աստծուն հաճելի եղար։ Երկրորդ աստիճանը ուրիշների առջև խրատն է։ Եթե առաջին փորձը անօգուտ է անցնում եւ եղբայրը քեզ չի լսում, մի քանի ուղղամիտ հավատքով մարդկանց հետ միասին պիտի փորձես դարձի բերել։ Երրորդ աստիճանը, եթե երկրորդ փորձները անօգուտ անցնում, Հիսուս թելադրում է մեզ դիմել եկեղեցու օգնությանը։ Այն ժամանակ շենք հասկացությունը չկար, ուր որ մի քանի հոգի հավաքվեք եւ աղոթեք, ես այնտեղ եմ, ասաց Հիսուս։ Այս ձեռնակը երրորդ եւ վերջին աստիճանն է։ Հիսուս ուրիշ միջոց չի առաջարկում մեզ մեղավորին դարձի բերելու համար։ Չորրորդ կամ վերջին աստիճանը դարձի բերելու փորձ չէ, այն հույսը կտրելու։ Եթե եղբայրը առանձին ուրիշների եւ եկեղեցու իշխանության խրատներով դարձի չի գալիս, ապա նա դասում է հեթանոսների շարքը եւ հեռացվում եկեղեցուց։ Զղջումն ու ապաշխարությունը ներելու պայմաններն են, բայց հնարավոր է, որ նորից մեղանչեն։ Կրկին մեղանչելուց հետո նոր զղջումը կարող է արդյոք առաջին զղջումի պես ընդունելի լինել եւ նման արժանանալ։ Պետրոս Սարաքյանը, որ ամենահամարձակն էր, մոտենում է Հիսուսին եւ ասում. Տեր, քանի անգամ եղբայրս իմ դեմ մեղանչի, պետք է նրան ներեմ, մինչև 7 անգամ։ Հիսուս պատասխանում է. Քեզ չեմ ասում, թե մինչև 7 անգամ, այլ մինչև 70 անգամ 7-ը։ Կարդում ենք Մատթեոսի ավետարանի 18-րդ գլխում։ Աստված մոռանում է բոլոր հին մեղքերը, եթե մեղավոր մարդը զղջում է իր արածների համար։ Եթե Աստված ներող է, ինչու է մեզ պատժում, բնական մարդկային մտածում է, սակայն այդպիսիները պետք է հասկանան, որ ամեն մեղք հատուցում է պահանջում։ Եթե երեխան բաժակ է ջարդում, ծնողը սկզբից վարկանում է, բայց հետո գրկում է ու համբուրում նրան եւ ներում։ Սակայն ով է վճարում կոտրած բաժակի համար, անշուշտ ծնողը, ներումը միշտ իր գինն ունի, եւ Աստված այդ գինը վճարեց իր միածին որդու խաչի վրա տառապալից մահով։ Ցավոք, իբրև մարդիկ ներման այս շնորհը պակասում է մեր մեջ։ Եկեք, ներենք միմյանց, իսկ այն մարդու պատիժը, որը մեր կարծիքով մեղանչել է մեր դեմ, թողնենք Աստծո հույսին, նրա դադարեցնալուն, եւ հիշենք մեր Տիրոջ խոսքը. Իմն է վրեժխնդությունը եւ ես կհատուցեմ։ Կարդում ենք Պողոս Արաքյալի Հռոմեացիներին ուղղված նամակի մեջ։ Մի սպասեք խաղաղություն այնտեղ, ուր բացակայում է ներման ոգին։ Աստված թողություն տալով մեզ, իր թագավորությունն է հաստատում մեր մեջ։ Նա ներում է մեզ երկնքից, իսկ մենք երկրի վրա ապրելով պարտավոր ենք ներել մեր նմաններին։ Ներման չափանիշը սերն է, Աստված սեր լինելով անհունորեն ներում է։ Ինչու չներենք մեր եղբորը, միթե մենք Աստծուց ավելի մեծ ենք, եթե նա միշտ պատրաստ է մեր մեղքերը ներելու եւ զղջանք ու ապաշխարենք, ապա ինչքան ավելիով մեղանչական մարդը պիտի կարողանա ներել իր եղբորը։ Եթե դուք մարդկանց ներեք,
իրենց հանցանքները ձեր երկավոր հայրերին ձեզ կների, իսկ եթե դուք մարդկանց չներեք, իրենց հանցանքները ձեր հայրն ձեզ չի ների ձեր հանցանքները։ Աստված բնակում է այնտեղ, որտեղ կա ներուամտության ոգի, որովհետև ներելը մեծ առաքինություն է։ Ուրեմն, սիրելի հավատացյալներ, եկեք սիրենք և ներենք միմյանց և հեռու կմնանք չարիքից։ Աստվածային շնորհները, սերն ու խաղաղությունը բոլորիս հետ, այժմ և միշտ և հավիտյանս ամենից։